Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական կիրակնօրյա պատարագին է մասնակցել, այս անգամ հենց այն եկեղեցում, որտեղ ժամանակին մկրտվել է։ Այս մասին կառավարության ղեկավարը օրեր առաջ էր Facebook-յան հրապարակմամբ հայտնել։ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում վարչապետի հետ պատարագին մասնակցում էին նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արտաքին գործերի եւ առողջապահության նախարարներ Արարատ Միրզոյանն ու Անահիտ Ավանեսյանը եւ խորհրդարանի ներկայացուցիչներ։ Կիրակնօրյա պատարագը մատուցում էր Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Քահանա Օրդոյանը։ Ներկաներից մի քանիսը վանկարկումներով դժգոհեցին, որ պատարագի ժամանակ զեղչվել է կաթողիկոսի անունը։ Սուրբ Սարգիսում պատարագին ներկա էր նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանը։ Վերջինս բարձրաստիճան 7 այլ հոգևորականների հետ օրերս հյուրընկալվել էր վարչապետին։ Հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ, այդ թվում Նավասարդ Կճոյանը, կոչ էին արել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, մեջբերում եմ, սթափ գնահատել իրավիճակը եւ կամովին հանգստյան գնալ։ Պատարագին մասնակցում էր նաև գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին, մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Արդեն պատարագից հետո լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտարարեց, պատրաստվում են իրենց ձևով պաշտպանել եկեղեցին։ Կարծիքով մեր եկեղեցին դեսպոտություն է աղթարի։ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողին, զեղչումներով պատարագներին ու եպիսկոպոսների հայտարարություններին Մայրաթոռը պաշտոնական հայտարարությամբ 2 օր առաջ է անդրադարձել։ Այն բանից հետո, երբ հնարավոր չեղավ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ հրավիրել, բարձրաստիճան 5 եկեղեցականների, այդ թվում Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի բացակայության պատճառով, հայտարարության մեջ Մայրաթոռը կոչ էր անում եկեղեցականներին վերադառնալ կանոնական դաշտ, առկա մտահոգություններն էլ արտահայտել միայն եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում։ Աննա Հարությունյան, Էդի Գորդյան, Ռադիոլուր։